Բարի լույս սիրելիներս, գիտենք, որ ով որ Աստծուց է ծնված, չի մեղանչում, եւ որ Աստծուց է ծնված, պահում է ինքն իրեն եւ չար նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Գիտեք, սիրելիներս, Սատանան շատ հեշտությամբ մոտենում նրանց, ովքեր Հիսուս չունեն, իսկ ովքեր իրենց մեջ Հիսուս ունեն, Սատանան մրջունից էլ ավելի փոքր է նրանց համար։ Սատանան ամեն բան անում է, որպեսզի մարդը Տիրոջը չմոտենա, իսկ Հիսուս իր մոտ է հրավիրում միայն մեկ ճանապարհով՝ ապաշխարության։ Եվ Հակոբոս առաքյալն էլ ասում է. մոտեցեք Տիրոջը, եւ նա կմոտենա ձեզ։ Ինչպես կարող է մարդը ծնված լինել Աստծուց եւ Աստծով ապրել։ Միայն ապաշխարության ճանապարհով։ Մարդ իր կյանքի մեջ երկու ծնունդ ունի։ Նախ, երբ որ ֆիզիկապես ինքը ծնվում է գալիս է այս աշխարհ, մարմին ու այրուն իբրև մարդ ծնվում է Աստծո լույսը տեսնել, Աստծո փառքը ճանաչելու համար, եւ երկրորդ, երբ որ ինքը մկրտությամբ վերստին ծնվում է, նոր մարդ լինել իբրև հոգեվոր արարած, որդեգրվում է Աստծուն, դառնում է Հիսուսի հետ ժառանգակից եւ Սուրբ Հոգու տաճար եւ ապաշխարության ճանապարհով, մտքի, կենցաղի փոփոխությամբ եւ դարձ ունենալով դեպի Աստված շարունակում է ապրել։ Եվ գիտենք, որ աշխարհը չարի մեջ է։ Ինչ էլ որ լինի, մենք Աստծո զավակներ ենք։ Ինչքան էլ որ աշխարհը չարանա, մենք Հիսուսով պարուրված, Հիսուսով պաշտպանված ենք։ Ինչքան էլ որ աշխարհը չարության, ատելության մեջ առաջանա, մենք մեկ է պահված ենք Քրիստոսով եւ Քրիստոսի համար։ Միայն այս ճանապարհով որ մենք կարող ենք մերձանալ Քրիստոսին, եւ Քիրոջ նպատակը սա է, որպեսզի մարդը, որ մեղքի պատճառով հեռացել էր իրենից, նորից վերադառնա իրեն։ Եվ եթե մարդը կարողանա ապաշխարության ճանապարհով մոտենալ, Սատանան երբեք չի կարող մեզ որևէ բան անել։ Երբ որ դու թույլ ես, տկար ես, այդ ժամանակ է թշնամին հարձակվում։ Երբ որ դու վախով ես ապրում, այդ ժամանակ է թշնամին իշխում քո վրա։ Մեր զորավար Գարեգի Նժդեհն ասում է, որ օրը հայը մահից վախեցավ, այդ օրը թշնամին պիտի իշխի այս երկրի վրա։ Այնպես էլ մեր հոգևոր կյանքի մեջ է, որ օրը որ դու վախեցար, տկարացար, թուլացար, Սատանան պիտի իշխի քեզ վրա։ Աշխարհի իշխանը իր տիրապետությունը եւ քո վրա պիտի հաստատի։ Բայց եթե դու ունես Հիսուս, ամենափոքր մրջունից էլ փոքր է Սատանան քեզ համար։ Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ նա անի, քեզ չի կարող հաղթել։ Ուրեմն Հիսուս ունենանք մեր մեջ, Հիսուսով ապրենք եւ Հիսուսի ցույց տված ճանապարհը, ապաշխարության ճանապարհը դարձնենք մեր կյանքի գլխավոր պողոտան եւ այդ պողոտայով քայլենք ոչ միայն առանց Հիսուսի չմնալու, այլև ամեն օր խնդրելով, որ Հիսուս գա եւ այդ ճանապարհի մեջ իբրև Փարոս առաջնորդի մեզ, որպեսզի չարը երբևէ չկարողանա մեզ հաղթել։